Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 16-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին հուլիսի 16-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը կարող վիճել ինչ-որ մարդկանց հետ, ոմանք նաև կարող են տուն մաքրել, նաև հաջողություն ունեք յուրաքանչյուր գործում այն ինչ-որ կանեք, այդ օրը նաև ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն, հանդիպում իրենց հարազատների հետ, այստեղ ևս հարազատ մարդկանց հետ, ոմանք կարող են սիրո խոստովանություն ստանալ, անել, ոմանք այդպես է շատ սեր ստանան իրենց հարազատներից, իսկ երեկոյան արդեն մտքերի մեջ կլինեք, կմտածեք ինչ-որ մեկի մասին կամ ինչ-որ բանի մասին կարող մտածեք։ Այսքանը ձեզ համար կամ նաև տատանվում եք այստեղ ծանոթ եք անում ինչ-որ պահեր, օրվա անցկացրած այդ պահերը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 16-ին։
հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերին է միայն վերաբերվում։ Ժամի հետ կապված այստեղ տհաճ պահեր կան, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք կամ դիմացինն է ուշանում, որտեղ դուք եք սպասում այստեղ, հա, տհաճ պահեր են այդ պահերը, եւ որը ձեր ձեռքում է։ Թե ինչքան կսպասեք եւ ինչ կանեք հետո։ Ունեք այնպիսի իրադարձություն, որոնք ամեն ամիս ես հետ կատարվում է, այդ օրը եւս կկատարվի, կամ նոր է սկսվում, կամ ավարտվում է, կամ դա նաեւ ձեզ ցավ է տալիս այդ process-ը, կարելի ասել, որ ոնց որ էլի եկավ այդ ժամանակը, էլի պետք է վճարեմ կամ նման, որովհետեւ պահեր են այստեղ։ Եվ գումար եք ստանալու այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հուլիսի 16-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, նախանձմարդի, կոծություն կարող են անել, այստեղ կամ առիթը ձեր ցանկությամբ է ընթանում, այնպես ինչպես որ դուք եք պատկերացնում, որ այն կընթանա, կամ նաև դա ձեր ցանկությունն եք ինչ-որ միտեղ գնալու, ուրախանալու եւ դες հրավիրեն առիթի, կամ ձեր ցանկություններն են կատարվում եւ դուք մարդկանց հրավիրում եք ձեր առիթին։ Նաև այստեղ ոմանք օրվա ընթացքում կպարկեն հանգստանալու, ոմանք պարկած սպասում են իրենց ընկերոջը, որ գա։ Նաև դա կարող է լինել ինտիմ հարաբերություններ։ Այստեղ այսպես թե այնպես սպասում եք ձեր ընկերոջը։ Եվ օրվա ընթացքում գաղտնիք կբացահայտվի, որևէ իրադարձություններ ունեք, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն եւ գումար կստանաք այդ օրը։ Միգուցե նաև ավարտվում է այդ ինչ-որ իրադարձությունը, դա կարող է ավարտվում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հուլիսի 16-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, նաև այստեղ ունեք սիրային ժամադրություն, մի պատմեք ոչ ոքին այդ մասին, նաև եթե հանդիպելու եք ձեր հարազատ մարդկանց ևս, այստեղ մի պատմեք, որովհետև դե նախանձություն կա, խոսակցություններ հետո, եթե թեկուզ կարող է ձեզ տենցնեն օրինակ ինչ-որ մեկի հետ այնտեղ հանդիպում եք և սկսեմ բամբասել, խոսել այդ մասին, նաև այդ օրը գործերը կանեք կվերջացնեք, ունեք գործնական հանդիպում, գործնական խոսակցություն, ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը կամ կայցելեք նման կենտրոն և նաև աշխատանքի հետ կապված հարցերում այստեղ ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, պատվերներ, նաև հանդիպում պետական աշխատողի հետ, կարող եք ռեզյումեները տանել, բաժանել, գնալ հարցազրույցի, կամ աշխատանքի մասին խոսել, պայմանավորվել ինչ-որ մեկի հետ, քննարկել, որ աշխատանքի թեման է, այդպես կամ որ չեն ընդունում, կամ որ սա, այսպես ինչ-որ պահեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հուլիսի 16-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը կամ դուք եք նվեր տալու, կամ դուք եք նվեր ստանալու, նաև ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, այստեղ հուզմունք ունեք, արտասուք ունեք, հնարավոր է նաև դա երջանկության արդյունքներ են ձեզ մոտ։
գումար կծախսեք կամ գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, կվճարեք ինչ-որ միտեղ և նաև օցեր կան, նախանձ, բամբասանք, չար մարդիկ, չար լեզուներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օցերի։ Ինչ է սպասվում օցերին հուլիսի 16-ին։ Հարգելի օցեր, այդ օրը որևիցե իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվի, նաև դա կարող է լինել նոր սկսվող ոչ իրադարձություն, որը կլինի, ամեն ամիս այդպես, նաև դա կարող է լինել ավարտը։ Այդ օրը գումար կվճարեք, գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, նաև գումար կծախսեք, հանկարծակի լուր կլսեք, ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կգան մարդիկ, այդ լուրն եք լսում, որ գալիս են։ Ուրախ եք, բարձր տրամադրություն կունենաք, գործերը կանեք կավարտեք, կվերջացնեք այդ օրը, ժամ եք պայմանավորվել ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, նաև նոր կարող է պայմանավորվեք ինչ-որ մեկի հետ ժամ։ Այսքանը ձեզ համար, ժամ են ասել, որ այս ժամին կգանք, այդպես։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին հուլիսի 16-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, գումար եք ստանալու, հանդիպում ունեք, աշխատանքի հետ կապված ձեր ցանկությունները կիրականանան, գուցե ուզում եք այդտեղ ընդունվել, կամ ինչ-որ մի բան է աշխատանքի վերաբերյալ, որ ձեր ցանկություններն իրականանում են։
Նաև դա կարող է լինել պետական աշխատողի հետ հանդիպում եւ էլի հա ինչ-որ մի բան է տեղ ունենում, որ ձեր ցանկությունները իրականանում են։ Բայց նաև օցեր կան այդ օրը ձեր շրջապատում, նախանձ մարդիկ, չար մարդիկ, այդպես ձեր հաջողություններով քիչ կիսվեք։ Որ միգուցե դուք ուրախ եք, արդեն իսկ նրանց վրա ազդում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հուլիսի 16-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը տան հետ կապված ինչ-որ հարցեր են, որոնք ամեն ամիս անում եք, միգուցե տան վարձ է, որ վճարում եք, միգուցե մեկ այլ հարց է, կանեք, կավարտեք, կվերջացնեք։ Ճիշտ է, տհաճ պահեր կան, բայց ամենայն դեպս կանեք, կվերջացնեք, եթե պետք է վճարում կատարեք, ապա կվճարեք այն։ Նաև այդ օրը հանդիպում շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, հեռախոսազանգ ունեք, գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն։ Այսքանը ձեզ համար։ Միգուցե գիտեք տուն եք վարձում նոր եւ կամ այդպես հիփոթեկով եք վարձում եւ նոր է սկսվում նաեւ ամեն ամսվա ինչ-որ իրադարձություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հուլիսի 16-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը տան հետ կապված հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք, միգուցե տեղափոխություն է, միգուցե առիթ է տանը, կամ ուրիշի տանը պետք է գնաք։ Նաև տեղափոխությունը բնակարանամուտ, վերանորոգում, մի խոսքով տան հետ կապված յուրաքանչյուր բան է, թե կամ իրեր գնել։ Նաև այդ օրը տհաճ պահեր կան, գումար կստանաք, աշխատանք կարող է շատ լինել, կամ աշխատանքի եք փնտրում, այդպես տանում եք ռեզյումեներն եք բաժանում,
կամ հարցազրույցի եք գնալու, պետական աշխատողի հետ կհանդիպեք, ոմանք կարող են բիզնես բացել, բիզնեսը առաջ տանել։ Նաև դե գումար կստանաք, ասեցի արդեն, ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, նաև դա կարող է լինել սիրահարվածություն, հարազատների հետ շփում, չորս կողմից այդպես սեր շատ ստանաք։ Այդ օրը նաև հանկարծակի լուր կլսեք եւ այստեղ կամ երջանիկ եք դուք առիթ եք նշելու, կամ առիթի եք, այնտեղ շատ երջանիկ եք, շատ լավ է անցնում այդ առիթը։ Երջանիկ եք, որ ձեզ առիթի կարող են հրավիրել, կամ դուք եք մարդկանց հրավիրում, այդպես ուրախ, երջանիկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հուլիսի 16-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք շատ աշխատանք կունենան, նաև աշխատանքի մասին կխոսեք, հարցազրույցի կարող եք գնալ, հանդիպում պետական աշխատողի հետ, ինչ-որ բան տեղի կունենա աշխատանքի վայրում, նաև տատանվում եք, ծանրութեթև եք անում, ընտրության առջև կանգնած կլինեք, այդ օրը յուրաքանչյուր քայլանալուց առաջ երկար մտածեք, նաև այդ գաղտնիք կբացահայտվի, միգուցե դա է, յուրաքանչյուր քայլանալուց երկար մտածեք։ Այդ օր նաև հանդիպում ունեք, ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք, սիրված ձեզ կզգաք, հարազատների շրջապատում կլինեք։ Կամ ինչ-որ մի բան տեղի կունենա, որ ձեր սիրտը ուրախ կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին հուլիսի 16-ին։ Հարգելի շներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն, նաև հրավերք որևիցե առիթի, կամ դուք եք հրավիրելու կամ ձեզ կհրավիրեն, նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանք կփնտրեն, խոսեք աշխատանքի մասին, ինչ-որ մի բան տեղի կունենա աշխատանքի վայրում,
հանդիպում նաև պետական աշխատողի հետ, գուցե բիզնես եք նաև բացում, այդ գործով կարող եք զբաղվել։ Այսքանը ձեզ համար, ուրիշ ինչ-որ բաներ չունեք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հուլիսի 16-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում։ Այդ օրը ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Նաև դա կարող է լինել հենց այդ օրը, ժամ պայմանավորվեք, կամ դիմացինն է ուշանում։ Երեխաների հետ կապված իրադարձություններ կան, հնարավոր է առիթ է, ծնունդ, կնունք, հնարավոր է նաև ինչ-որ գործեր են, որոնք իրենց հետ կապված պետք է անեք այդ օրը։ Նաև դա հղիությունը, ծննդաբերություն եւ ընտանեկան կյանքը, որով կզբաղվեք, ավելի շատ ընտանիքով կզբաղվեք։ Նաև այդ օրը տատանվում եք, այստեղ ծանրութեթև եք անում ճանապարհի հետ է դա կապված, գնաք ճանապարհ թե ոչ, կամ կարող ինչ-որ մարդիկ են գալիս, ինչ հյուրասիրեք, այդպես է ինչ-որ պահեր են, որ մտքերի մեջ կլինեք։ Եվ գումար եք ստանալու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։